եղավ։ Դեռ խոսելու եմ ընդհանուր հարցերի շուրջ, առանց կլինելու է պոլիտկոռեկտությունը։ Հայերի մոտ դա մեծ մասշտաբներ է ընդունել, ողքի մեջ հայտնված երկրում մարդկանց զայրացնում է ոչ կոռեկտ խոսելը։ Ոչ կոռեկտ խոսում են որոշակի հանգամանքներում, երբ որ մարդ հանգիստ վիճակում է, պրոբլեմ չունի, ինքը ինչ-որ կոդեքսների է ենթարկվում, ինչ-որ նորմերի է ենթարկվում, բայց երբ որ վիճակը դառնում է արդեն անկառավարելի, անհասկանալի, կանխատեսելի, այդ դեպքերում մարդիկ սկսում են նաև ոչ ընդունված բառապաշարով խոսել։ Լավ է դա, թե վատ, կախված է հանրության պատկերացումներից իրենց մասին, աշխարհի մասին, հարցերի մասին։ Եթե իրենք գտնում են, որ կործանվելը կարելի է պատշաճ բառապաշարով քննարկել, դա էլ տեսակետ է։ Ես գտնում եմ, որ չէ, կործանումը մի քիչ ուրիշ բառապաշար է պահանջում։ Խնդիրը նրանում է, որ պոլիտկոռեկտությունը օդից չի ընկել։ Դա պարտադրվում է մարդուն, տարբեր հասարակություններ տարբեր ձևով են պարտադրում, տարբեր մեխանիզմներով, տարբեր առիթներով։ Հայաստանում շատ տարօրինակ վիճակ է ստեղծվել, ինչ-որ ճիճուներ վերցրել են վերին դիրքերը, քաղաքական, կրոնական, մշակութային, չգիտեմ, սոցիալական, կենցաղային, աղբերական, եւ հազար մի տեսակի դիրքեր կան, գրավել են խուլիգանների կողմից, հանցագործների կողմից, շուստրիների կողմից, դեգեներատների կողմից, նայեք պարլամենտին, այս ճիվաղներին նայեք։ Մեկան ասեցին գնում ենք հաղթելու, պարտվեցին որն է, Նիկոլը կեղծեց, գնացե մանդատները վերցրել են, ունդեղ 5 տարի նստելու են։ Ինչ են նստելու, որովհետև ժողովրդին ասել են ժողովուրդ, պատշաճ լեզվով խոսեք իրենց մասին, չի կարելի, դա մեր պարլամենտն է, Հայաստանի պարլամենտն է։ Նիկոլը Հայաստանի վարչապետն է, չի կարելի այդպես խոսել։ Կաթողիկոսը հայ եկեղեցու առաջնորդն է, չի կարելի այդպես խոսել։ Ոչ մեկի մասին չի կարելի խոսել, չեղավ ժողովուրդ։ Դուք ձեր մասին մտածեք, որովհետև դուք ապրելու իրավունք ունեք։ Ես այդ մարդկանց համար եմ խոսում, ովքեր որ հարցերի առաջնահերթությունների մեջ իրենց էլ են տեսնում։ Եթե դուք կարծում եք, որ դուք պետքա կաթողիկոսին պաշտպանեք, ինքը իր պաշտպանությանը ոչ մի քայլ չանի, իր հույսը նայա, որ իրենք պաշտպանեն ամբողջ հայությունը, ինքը այնտեղ մենակ հանգիստ կնստի, կգնա դատարան, խայտառակի, ազգը ու դու չես կարողանա ձեն հանել, որովհետև իր հոտի անդամները քեզ կկործանեն, կհուշոտեն, կուտեն։ Ու դա տեղի ունեցավ։ Ես խոսում էի երևույթի մասին, դա սարքեցին հայ եկեղեցու դեմ արշավ։ Հիմա այդ արշավից մի քիչ հեռու գնամ, չիմացողներին ներկայացնեմ որոշ բաներ եկեղեցու հետ կապված։ Այս ինտերնետից էջ է, Պավլիկյան շարժումն է նկարագրում։ Պավլիկյան շարժումը ինչ է եղել 3-5-րդ դարերում ֆեոդալիզմի հարաբերություններն էին Հայաստանում կերտվում, Հայաստանում նորմալ ստրկատիրություն չի եղել, ես փորձեցի հասկանալ, թե Հայաստանում ինչ կարգի ստրկատիրություն է եղել, չպարզեցի։ Ֆեոդալիզմը լրիվ պարզ չի, հենց փափուկ են նկարագրում, իրականում ելնելով մեր վարքից մշակութային, որը երևի հազարամյակների պատմություն ունի, մի նորմալ բան չի եղել, մեր սարսափելի է եղել ու 3-ից 5-րդ դարերում դրա դեմ սկսել են արդեն աղանդավորություն շարժել, դուրս եկել ու դրա դեմ պայքարել։ Մերձավոր արևելքի երկրները անցնում էին կատարում ստրկատիրական համակարգից ֆեոդալիզմին, արդյունքում ազատ գյուղացին վերածվեց
անազատի, որոշակի իրավունքներ ստանալով նրան հավասարեցրեցին ագարակների ու դաստակերտերի մշակ ստրուկների։ Անազատ խավի հարկերը եւ պետական ու ավատատիրական պարհակները ավելի բարձրացան, Հայաստանում վիճակն ավելի ծանրացավ 4-րդ դարի վերջին 5-րդ դարի սկզբից սկսած, երբ հաստատվեց օտար տիրապետություն։ Գյուղական ու քաղաքային ռամիկները սկսեցին պայքար շահագործողների դեմ, փախչում էին տերերի մոտից, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ։ Գրածա։ Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները աղանդավորական դրության քողի տակ պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ։ Սա 4-5-րդ դարում հայ եկեղեցին էր, ձեր հարազատ, ձեր սուրբ եկեղեցին էր։ Այդ եկեղեցին, որ դուք սրբացնում եք ու կաթողիկոսին մանավանդ, իր պատմությունն է ունեցել։ Այդ պատմությունը այդքան էլ հրաշք չի այդ պատմությունը։ Այստեղ օրինակ պետական պատմությունը կա, աչից հայոց պատմություն։ Ես կարդալով անցնեմ։ Նախապատմություն։ Մեր թվարկությունից առաջ 2800-ից մինչև 2800 թվականից մինչև մեր թվարկությունից առաջ 590 թվականը։ Ես ինչ իմանամ, ինչ են գտել այդտեղ, չեմ խորանա։ Դրանից հետո դա առատանա փաստորեն մինչև 16-րդ դարը, այս մեծ վերնագիրներ։ 16-ից 13-րդ դարը Հայաստաններ, հետո Վանի թագավորություններ, հետո հին շրջաններ, սա արդեն որը գալիս է մեր թվարկության մինչև չգիտեմ ինչի 28 թվականը։ Այդտեղ եղել են Երևանդունիների թագավորությունը, Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոպ, Կոբագենե, Արտաշեսյանների թագավորություն, Արշակունիների թագավորություն, քրիստոնեության ընդունում, ավատատիրության հաստատում, գրերի գյուտ։ Գրերի գյուտի հետ կապված, չգիտեմ, այս տիպը դնել 420։ Այստեղ թագավորներ են ունեցել, տեսեք, ինչև քրիստոնեության հաստատվելն ու տարածվելը, Տիգրան Մեծ ա եղել, մյուսներն են եղել։ Միջնադար, արդեն կորցրել եք թագավորությունը, դուք զուգադիպություն համարեք, որ եկեղեցու ծնունդն ու հայկական իրական պետականության կորուստը պատահականությունները, ես այդպես չեմ համարում։ Եկեղեցին Հայաստանում ուրիշ տեսքեր է ընդունել ու հեսա դրանից հետո 428 թվական 1375 Պարսկա բյուզանդական տիրապետություն, արաբական տիրապետություն, հետո Բագրատունիների թագավորություն, Վասպիրական, Վանանդ, Լոռի, սրանք իշխանություններ են։ Կիլիկիայի թագավորությունն Հայաստանում չի եղել։ Զաքարյան իշխանապետություններն ու Հայաստանում եղել։ Դրանից հետո գալիս է օտար տիրապետություն, Խաչենի իշխանություն, Կարակոյուններ, թուրքերեն, ալկոյուններ, թուրք պարսկական, հետո Արևելյան Հայաստան Ռուսաստանի կազմում, հետո հայոց ցեղասպանություն, հայկական Սփյուռք, 1918 թվականից մինչև հիմա մեր ժամանակակից պատմությունն արեք տեսնենք։ Հայաստանի առաջին հանրապետություն, պարտվեցինք, Լեռնահայաստան, Խորհրդային Հայաստան, Արցախյան ազատամարտ, Հայաստան, Արցախի հանրապետություն, Հայաստան Պորտալ լիգն։ Ինչի սկսեց այսքան հեռուից, ուզում եմ ցույց տամ, որ այն սրբությունը, որ դուք վերագրում եք, այդքան էլ սուրբ չի։ Այդ ինչի Պավլիկյանները դուրս եկան եկեղեցու դեմ։ Այդ անարատ նոր ստեղծված հայոց եկեղեցին չէր միացած իշխանություններին։ Կարդացեք ինքներդ, բացեք այս էջը մի քիչ ուսումնասիրեք հայոց պատմությունը, հայոց սուրբ եկեղեցու պատմությունն էլ կարող եք ուսումնասիրել։ Գալիս ենք 9-10-րդ դարեր Թոնդրակյան շարժում, պատմական ակնարկ։ Գալիս ենք, նորից հասնում ենք նրան, որ եկեղեցու մատը խառն է եղել այս ամեն ինչ։ Հատկանշական է, որ Սյունիքի Սուրաբերդ, Բերդ, Տամալեք գյուղերի բնակիչների պայքարը Տաթևի վանքի դեմ էր։ Հարձակվել են վանքի վրա, սպանել վանահորը և թափել Մյուրոնը։ Սակայն շուտով իշխանական զորախմբերը ճնշել են այդ ընդվզումը։ Ոնց եղավ, եկեղեցու դեմ չէին պայքարում։
Ինչ-որ մի բան այն չէ, չէ երևի։ Հարքում եպիսկոպոս Հակոբ Հարքացու գլխավորությամբ թոնտրակեցիները կարգալուց են արել բարձրաստիճան հոգևորականներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները։ Կաթողիկոս Սարգիս Սևանցին հալածել է նրանց դուրս քշել բնակավայրից, իսկ Հակոբին բանտարկել եւ աղվեսադրով խարանել դեմքին։ Կարծացեք, դուք էլ կարծացեք։ Սա եկեղեցու դեպ շարժում են եղել եւ Պավլիկյանը եւ Թոդրակյան շարժում։ Մենք ուրիշ շարժումներ չունենք։ Քաղաքական շարժումներ չենք ունեցել մենք։ Նու դաշնակցությունն է եղել, որը օգտագործելով հայրենասիրության կարթը հայ ջահելներին մտցրեց գետնի տակ, իսկ իրանք մտան պարլամենտ սովետից հետո։ Ու պարլամենտը դրանց ճորտն է, տարբեր փրկիչների տեսքով գալիս են։ Իսկ ոնց է քաղաքական շարժում երբեք Հայաստանում չի հասունացել, իսկ սկզբերում գոնե հակաեկեղեցական շարժումն եղել։ Արևմուտքում այդ հակաեկեղեցական շարժումը հանգեցրեց կրոնի մոդեռնացմանը։ Այն նախնական եկեղեցին, որ կար Հայաստանում, մեր եկեղեցին չռեֆորմացվեց, արևմուտքում եկեղեցին ռեֆորմացվեց։ Բոլոր եկեղեցիները, որոնք հիմա կան արևմուտքում, ռեֆորմացված են, նախնական այդ եկեղեցին չկա։ Ամենաառաջ գնացին բողոքականները, որոնց մոտ տերտերը վերացավ։ Տերտերնով էր միջնորդներ, որը ու կա, որը գալիս ասում է, գիտեք ինչ կա, ես Աստծո փոխանորդն եմ երկրի վրա։ Դուք ինձ լսեք, ես իր հետ կապի մեջ եմ, ինքը ինձ ասում է ոնց լինեք։ Ուրիշ բացատրություն չունի տերտերը։ Իսկ հայկական եկեղեցին, քանի որ ուղղահայաց կառույց ունի, տերտերները աստիճանակարգվում են։ Կաթողիկոսն էլ Աստծո առաջին բանն է, Աստծո հետ խոսողն է, Աստծո առաջին փոխանորդն է, ինքը անքննելի է։ Ես գնացել եմ եկեղեցի, այստեղ հաճախել եմ։ Մի անգամ մի հատ եկեղեցու կողքով փողոցով գնում էի, տեսնեմ ասֆալտ են անում, նոր է եկել էս երկիր, ասֆալտ են անում շուտ մեքենաներով, շատ հետաքրքիր է այդ ասֆալտ չէին անում, բետոն էին անում։ Մեքենաներով հետաքրքիր էր, կանգնեցի մեքենան, գնացի նայում եմ մեխանիզմներ են, ուրիշ կարգ էր, նոր է եկել էս երկիր, դեռ ծանոթ չէի։ Այս կողքից մարդիկ են կանգնած, սկսեցին ինձ խոսեցնել, ոնում պարզվեց այդ եկեղեցու կողքն են իրանք այդ բետոնն անում, այդտեղ բասկետբոլի հրապարակ էին սարքում, բետոն էր պետք։ Ով ես, ինչ ես, բան արի մեր եկեղեցին։ Ասի ես հավատացյալ չեմ, աթեիստ եմ, բայց քրիստոնյա եմ ծնվել։ Ինձ հետաքրքիր է կարամ գամ, ասի նարի, անպայման արի։ Ու ես 3 տարի Կիրակի օրերը գնացել եմ նստել եմ բողոքական եկեղեցու ճյուղեր, ավետարանչական եկեղեցի, ուսումնասիրել եմ դրանց։ Ոնց որ լրիվ տեղյակ չեմ այդ հարցերում։ Իրենց մոտ տերտերը չկա, իրենց մոտ ինչ-որ մարդիկ են, որոնք եկեղեցու հավաքանին է, որոնք վարում են այդ նիստերը, ներկայացնում են իրենց տեսակետները քրիստոնեության մասին, բայց դա շատ դինամիկ վիճակ է, ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս ավետարանին, ամեն անգամ քննարկում են ավետարանի որևէ մի էջ, որևէ մի դրույթ, կյանքի հետ կապված, բայց մի ուրիշ բանը շատ ավելի հետաքրքիր է ինձ պարզելը, այդ մարդիկ երկու դեմքով են ապրում, երկու երես ունեն, ու դա բոլորի մոտ գծված է, մեկը դա կրոնական դեմքն է իր, հավատավոր դեմքն է, մյուսը քաղաքացիական դեմքն է, քաղաքացիական դեմքով ինքը կարող է մարդասպանել լինի, հանցագործել լինի, փողատերել լինի, կրոնական դեմքով էլ ինքը Աստծո հետ առնչվող կոնկրետ մարդ։ Այդ երկփեղվածությունը ինձ համար զարմանալի է, ու միշտ հիմա զարմանալի է, թե ոնց են մարդիկ իրենց մեջ հավատարում, համատեղում այդպիսի կրոնավորն ու բիզնեսմենը, խափող բիզնեսմենը գործարարը։ Նաև ես գնացել եմ բանի մի այլ եկեղեցի,
Եպիսկոպալյան եկեղեցի, այնտեղ ես եկեղեցի չեմ հաճախել, այնտեղ ուրեմն բարեգործություն կար, շաբաթը մի օր այդ եկեղեցին առավոտյան կերակուր էր պատրաստում աղքատների համար, սովածների համար, գալիս էին ուտում էին, ես այդտեղ գնում էի Պուխնյայում աշխատողներ կային եկեղեցու ժողովուրդն էին, 10-20 հոգի էփում են, թափում են, բանն անում, ես էլ զվաձղն էի սարքում պատրաստի խառնուրդից։ Հենց որ իրանց էլ եմ ծանոթ, այդ եպիսկոպալյանը դա կաթողիկ եկեղեցու ճյուղն է, այնտեղ տերտերը կա։ Հայկական եկեղեցուն մոտիկություններ ունի, բայց էլի անջատա, որովհետև այնտեղ էլ ուսումնասիրություն կա բանի, ավետարանի ու քննարկում կա, այնտեղ քննարկում են հարցը, չեն վերցնում որպես ոնց է վերցնում, հայկական եկեղեցին ասում է այսպես է գրված ավետարանում, դա քննարկելի չի, կաթողիկ եկեղեցին քննարկում է գրած։ Այսինքն աշխարհը եկեղեցուն դիտում է ոչ թե որպես սրբություն, այլ իր կառույցներից մեկը կեսը հավատացյալ են, որոշները հավատացյալ են, որոշները չէ, որոշները ծայրահեղ հավատացյալ են, ֆանատիկ հավատացյալ են, որոշները չէ, դե դա արդեն մարդկային էությունից է բխում։ Հայաստանում այդ սրբացումը ես կընդունեի, եթե հայկական եկեղեցին հայոց պատմության մեջ դրական դեր խաղացած լիներ, բայց եթե լուրջ ուսումնասիրեք, այդ կեղծիք է։ Եկեղեցին մեր լեզուն չի պահել, եկեղեցին պասիվ, այնտեղ ասել է ես կամ, որովհետև ժողովուրդն է իրան կերակրել, մի քիչ եկեղեցապատկան հողերն են եղել, բայց քանի որ ժողովուրդը իրան կանչել է կնունք, ծնունդ, թաղումի, տերտերն են կերակրել, դա թույլ է տվել, որ եկեղեցին մնա։ Բայց հայ եկեղեցին քաղաքականության մեջ խառնված է եղել կամ պետության կողքին, կամ պետությունից կողք քաշված մարդկանց Աստծու հետ քննարկումները ապահովելով, բայց մարդկանց կյանքի պայմանները չի քննարկել հայ եկեղեցին։ Դրանով նա տարբերում աշխարհի բոլոր եկեղեցիներից, օրինակ մահմեդականությունը քաղաքական կրոն է։ Մարդու հետ խոսում է միայն քաղաքական լեզվով։ Գնա, կեր, թալանի, մորթի, մնացածը թշնամի են քեզ։ Հայ եկեղեցին քաղաքական չի, քաղաքական հարցեր չի քննարկում։ Ու այդ ձևով նա այսօր հասել է մեր օրը Հայաստանում, որ Նիկոլն եկել է Հայաստանը կործանում է, այդ եկեղեցին մեկուսի է իրականում հայկական իրականությունից։ Հիմա գամ տեքստին, որ ես կուզենայի ասել։ Հայերը սուրբ են համարում ցանկացած մեկի, չգիտակցելով, որ պաշտոնն ու մարդը, ու առավել ևս պաշտոնից բխող անելիքը, տարբեր բաներ են։ Ես թվում է, թե ես կարող եմ Գել Նիկոլին քրֆել, բայց կաթողիկոսի աթոռին թառածին ոչ։ Դա է հայոց պրոբլեմը, ամեն ինչ գլխի վար տեսնելը։ Դրված է Հայաստանի ու հայի գոյության խնդիրը։ Չի նշանակում, որ վերացական հայ է վերանալու։ Կոնկրետ հայեր կործանվելու են, ոնց Ղարաբաղում եղավ, ոնց 88 թվականից սկսած հայ սերուսկի հանդեպ եղավ, հայ երեխեքի հանդեպ եղավ, նենց էլ գործը հասնելու է Հայաստանի բոլորին, ժողովրդին է հասնելու։ Ինչ որ շրջապատում կատարվում է, Թուրքիան Ռուսաստանին շիփշի էր անում, Ռուսաստան չէ, Պուտինը ինչ-որ կերպ շանտաժված է թուրքերի կողմից, ես դա եմ տեսնում, Էրդողանը Պուտինին սարքել է իր շնիկը, զենքերը վերցնում էր, գազը, նավթը վերցնում էր, ու թելադրում էր քաղաքականություն։ Հետո ուկրաինական պատերազմը, որ սկսվեց, Պուտինը ստիպված էր, որովհետև գեներալից հետ էլ չէր դիմանում, Թուրքիան բացահայտ անցավ, բայրակտարներ տվեց Ուկրաինային։ Չեմ խոսում, որ Ղարաբաղում էր, Ղարաբաղում որտեղ մի ազգ են, Ալիևն ու Էրդողանը թուրք են, իրանց մեջ մրցակցություն կա որպես լիդերների, ազգային չէ այդ մրցակցություն, նրանք նույն ազգի երկու տարբեր հզոր լիդերներ են։ Իսկ թուրքերը ռուսների դեմ բացահայտ են կռվում, վերջերս էլ ուղղակի անցան արդեն ամեն տեսակի զենքեր մատակարարում, թե ոնց դրանք կդիմադրի Ռուսաստանը իր գործն է, ինքն էլ իր Պուտինն ունի, Պուտինն էլ ռուսների Նիկոլն է, դա իրենց խնդիրն է։ Բայց մենք հարցը պետք է տեսնենք այդ մեծ մասշտաբով։ Հիմա
Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանն են իրար միացել։ Պակիստանը միջուկային երկիր է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Սաուդյան Արաբիայի ձեռքին էլ համաշխարհային նավթի մեծ մասն, ահագին մասն է։ Սա շատ մեծ հզոր ալյանս է, ու դրանք գործելու են եւ Պարսկաստանի դեմ եւ Հայաստանը ոտի տակ է գնալու հարց չկա, եւ Ռուսաստանի դեմ ու իրենց մեծ ազդեցությունն են տարածելու։ Այսինքն այս դրվածքում աշխարհաքաղաքական դրվածքներում հայությունը պետքա ջոկի թե ով է իր ներսում, որովհետեւ դրսում դիմադրելու համար դու ներսում պետքա իմանաս թե ով է։ Մենք տեսանք թե ովքեր են հայկական քաղաքական լիդերները, Ռոբերտն է, Հավ, որը սակայն դաշնակցության շնորհիվ միակ տղամարդու կերպար է ընդունել ու պարլամենտ է գնում ու միշտ Նիկոլա լեգիտիմացնում։ Իրականում Ռոբերտն է Նիկոլին դիրություն անողը, որովհետև եթե Նիկոլը լեգիտիմ չլինի, այդ պարլամենտը չկայանար, մանդատները չվերցնեին, քաղաքացիական դիրքորոշումները կբևեռանային ու գործ կլներ, բայց գնացին լցրեցին պարլամենտ, հեժները սանեցեցին։ Նու այն մյուսը դեբիլ են, Սամվելը ինչ ասեմ, միլիարդատեր է, բայց մնացած հարցերում դեբիլ է, ինքը ոչ խոսել է կարողանում, ոչ հասել հասկանալ է կարողանում։ Երևի դա հնարավոր է, մարդը կարող է հիմար լինել, բայց փողատեր։ Ես այդ հարցին պատասխան չունեմ։ Դոդի դեմքին նայեք, հայկական օլիգարխներին նայեք, փողատերերին նայեք, բոլորը դարել են անձեռն մխելի պոլիտկորեկտության պահանջով, բայց այսօր դրված ամեն հայի, ամեն մեկի գոյության խնդիրը արդեն Հայաստանի հարցերը լուծված են, ոնց ես հասկանում։ Ձեր պաշտպանության խնդիրն է, ու շերտերով է դա գնում։ Տեսեք Ռուսաստանի հետ հարաբերությունները Նիկոլը հատուկ վատացրեց, շատ լավ իմանալը, որ դա սկզբից կխփի արտահանողներին։ Դրանց այդ շերտի մեջ մեծ մասեր կազմում գյուղացիությունն։ Գյուղացիությունը այս տարի փողից կզրկվի, այգող տարի չի կարողանա այդ հողերը վարել, ցանել։ Հայաստանում այդ բերքն չի լինի, որը մի կերպ գերակրում էր մարդկանց, ձմեռը կոնսերվաբան էին փակում, այդ էլ չի լինի, տարածքը կդառնա արդեն սովի տարածք։ Բահոմի անգամից չէր ասելու հելեք ստեղից գնացել։ Սկզբից գյուղացուն կասել տեից գնա, գյուղացին կգնա Հայաստանից։ Հետո քաղաքացին սոված կմնաս, քաղաքացին էլ կգնա։ Այսինքն Հայաստանը պատերազմով չի վերանալու։ Հայաստանը շատ գիտակից ձևով վերանալու է, որովհետև հայ ուղեղը ընդունակ չի հարցերը շարքի մեջ տեսնելու, գերադասության մեջ տեսնելու։ Պրոբլեմա դա, ինչ կարող ես անել։ Նորից վերադառնամ մասնավոր հարցին։ Քննարկել եմ կաթողիկոսի պարտականությունները, հետո վերջում մի քիչ ընդհանուր կգա։ Որն է հայոց կաթողիկոսի գերագույն առաքելությունը բացի անձնապես Աստծո խոնարհ ծառա լինելուց։ Նրանք ասել ես Աստծո ծառում եմ, թե ոնց այնքան Աստծո հետ խոսում, այդ արդեն ձեր գործն է։ Թվարկել եմ, առաջին, անել ամեն հնարավորը, որպեսզի իր հավատավոր հոտը ապահով լինի, բազմանա եւ բարգավաճի։ Դե ինքն է առաջնորդ է, ինքը ժողովրդից այս կամ այն մոմ ծախելով վերցած փողերով, հարուստների նվիրատություններով իր կյանքնապահում, հոինքը բաղճա չունի, հոինքը ինչ-որ կոշկակարություն չի անում, կամ գիտնականություն չի անում, որ փող աշխատի, ինքը այդ հարկերի հաշվին է, եկեղեցական հարկեր են դրանց հաշվին է։ Հետևաբար պետք է նաև ինքը վերադարձնի ինչ-որ ձևով ծառայի այդ ժողովրդին, ոչ միայն Աստծուն, այլ որպես պաշտոնյա ծառայի, եկեղեցու պաշտոնյա ծառայի ժողովրդին։ Հիմա տեսնենք։ Որն է իր հոտը, դա հայ ժողովրդի հայաստանյան հատվածն է Հայաստան պետությամբ, պետությունն է իր ենթակայության տակ, որտեղ եթե պետություն չկա չի լինի եկեղեցին էլ, որտեղ դժվար է ասել թուրքը եկեղեցից ինչ պիտի թողնի։ Հայաստան պետությամբ եւ Էշմազնին ենթակա պետականորեն չկազմակերպված այլ երկրներում ապրող եւ այլ երկրների քաղաքացիություն ունեցող սփյուռքյան հայությունը։ Դե եկեղեցիներ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում։ Ասվածից բխում է, որ իր գերագույն նպատակը պետք է լինի հայոց պետականության պահպանումը եւս, որովհետեւ ներկա աշխարհում պետականազուրկ ազգերը չեն կարող բարգավաճել եւ ազատորեն իրենց հոգեվոր ուղղությունն ու կարիքներն անվտանգ պահել։ Եվ այս առումով եկեղեցի պետություն իրարից անջատ լինելը որևէ կերպ
որևէ կապ չունի կատարվողի հետ, այս կաթողիկոսին դատելու հետ։ Խնդիրը իշխանության գործերին խառնվելը չէ, այլ կարծիք ներկայացնելը ընթացողի մասին։ Եկեղեցին կարող է իր կարծիքը ներկայացնել իրականության նկատմամբ, ու դա քաղաքականություն չի։ Պետության գործերին խառնվել չի։ Այդ պետությունը, երբ որ եկել է կաթողիկոս է դատում, դա արդեն եկեղեցու գործերին խառնվել է։ Դա ուրիշ հարց է։ Այդ ժամանակ գոնե ինքը պետք է խոսեր, այլ ոչ թե գնալ դատարան։ Որոնք են կաթողիկոսին հասու օրինական միջոցները, որոնցով նա կարող է եղած օրենքների շրջանակներում ազդել իր հոտի ճակատագրի հարցերին։ Կարող է եկեղեցական մի հայտարարություն հրատարակել, չգիտեմ, դրանք կոնդակ են ասում, չեն ասում, որ այսօր այս պայմաններում, երբ Ադրբեջանում բանտարկված են Ղարաբաղի ղեկավարությունը, հայ մեծահարուստներն ու երևելի սպայությունը, երբ Թուրքիան թշնամական կեցվածք ունի Հայաստանի հանդեպ, երբ վտանգված է նաև ռուսահայ ահռելի կրոնահոտը, որտեղ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարում ես, ընդեղի հարաբերությունները բարի գնալու, որը գտնում է առավել ճնշման ներքո եւ կարող է նույնիսկ արտաքսել Ռուսաստանից, երբ Հայաստանում մեծ հալածանքների տակ են հայտնել հայ ազդեցիկ դեմքերը, որը հայ հոտի ֆիզիկական գոյությունն է սպառնում, քանի որ այդ մարդիկ էին ապահովում երկրի տնտեսական ակտիվության զգալի տոկոսը եւ դրանց բանտարկությունները կհանգեցնեն նրան, որ Հայաստանը կկորցնի նույնիսկ հացի եւ ապրուստի պարագաների ներմուծման իր հնարավորությունները կհայտնվի սովի ջրանը։ Այդ հայ փողատերերը, շուստրիները, որ կան, դրանք հիմնականում ներկրողներ են։ Հայերը դրսերից են փող ստանում, ներսում մի քիչ ծորեն մորան, մի քիչ գյուղատնտեսության հաշվին են արտադրած ստանում, պրիմիտիվ բաներ են արտադրում։ Դրա հաշվին գոյություն է պաշտպանում։ Ամբողջ աշխարհը զարգանում է, Հայաստանը գոյություն է պաշտպանում։ Դրա համար մեր մոտ զարգացումը 0 է։ Բայց այդ զարգացումն ապահովում են շուտի տղեկը, որոնք ունեն մեքենաների պարկեր, ներգրման ինչ-որ հաստատված կառույցներ։ Գյուղացիներին կործանեց Ռուսաստանի հետ հարաբերությունները վարետալով, դրոդ մոտ մյուսին էլ բանտարկում բան անում, հեսա ձեռներից ամբողջ ունեցված կառնից ցեմենտ, գործարաններ, բաներ եւ այլն, ու դրանք կկանգնեն։ Հայությունը Հայաստան կզրկվի փողից։ Նիկոլա Դայան ինքը արդեն ծրագրավորված է, թե Հայաստանից ոնց արտաքսես հայերին։ Ինձ արտաքսել է, որտեղ ես չեմ կարողացել այն ժամանակվա պայմաններում ապրել։ Հայաստանը մնացած մարդիկ մի կերպ կարողացել են ապրել, ինչ-որ երևի խելոք են եղել ինձանից, բաշարող են եղել, ես բաշարող չեմ եղել, շուտ եմ փախել։ Ձեզ էլ դուք չեք փախել, կարտաքսեն։ Հիմա ես եկել եմ ստեղ մի քիչ խելքս գլուխս եմ հավաքել, փորձում եմ բացատրել, թե ինչա տեղի ունենում։ Լսող չկա, պրոբլեմ չկա, պրոբլեմ չունեմ ես։ Քանի որ հայերը հայտնում են Սովետիրաններում, ինչ կարող էր անել։ Ինքը կարող էր զանգել հեչեցնելով դիմել ոչ թե հայոց իշխանություններին, այլ ամբողջ աշխարհին։ Որ տեսեք Հայաստանը ինչա կատարում ժողովուրդ, իշխանությունները տանում են գենոցիդի, սա ուրիշ տիպի գենոցիդ է, տնտեսական լծակներով Հայաստանի տարածքը ազատել է։ Կարող է կաթողիկոս նաև հորդորել մայր աթոռին ենթակա սփյուռքյան բոլոր եկեղեցիներին մշտապես հնչեցնեն զանգերը։ Եկեղեցու ալիքներով տարածի նույն տեքստը աշխարհի մարդկանց։ Եթե մի հատ հայկական եկեղեցի ասենք թե Դալասում կա, եթե օրական գոնե մի 15 րոպե ծնգսնի այդ զանգերը, այդքան թույլատրելի կլինի, մարդիկ կհետաքրքրեն, թե ինչա կատարում, եկեղեցական ընդեղի եկեղեցուները կարող ասեն սենց Հայաստանում հայկական իշխանությունները զավթել են թուրքերը, իրենց դրածով մարդկանցով մարդիկ կործանվում են, Գազայի պես մի բան էլ Հայաստանում է ստացվել։ Չարեց ընկերը։ Իր բարձր հոգևորական դասի հետ կարող է քննարկել իրենց հասու անելիքների շրջանակը ու բարձրաստիճան հոգևորականներին պարտադրի հայամետ քայլերի։ Մի անգամ ինքը հավաքել է հայոց բարձր իր սպայակազմին հոգևորական ու ասել է ժողովուրդ մենք sense չենք կարող, մի բան պետք է անենք, չի արել։ Կարող է պատարակներում իր կարծիքը հայտնել ընթացողի մասի եւ կոչ անել հայությանը միջոցներ ձեռնարկելու իր դեմ գործող բոլոր ուժերի ու սուբյեկտների դեմ։
Ես չեմ եղել Էջմիածնում, այդքան գնացող եղել եմ, մի անգամ ինքը բացատրել է կայաց տեղի ունեցողը հայության հանդեպ չի արել, համոզված եմ, որովհետև թերթերը կգրեին։ Կարող է իր տեսլական ներկայացնել, թե ինչ անի հավատացյալը, որպեսզի չընթարկվի նոր գենոցիդի, որի մասին գուժվում են թե անցած պատերազմները, թե Արցախի կորուստը, թե ներկա հայոց շրջապատումը։ Հիմա սա կարծացողները կասեն, այս մարդը խելառ է, որ նման քայլեր է առաջարկում կաթողիկոսին։ Ոնց կարելի է կաթողիկոսին աշխատանքի կոչել, ինչ-որ բան պարտադրել։ Ես էլ կասեմ, խելառը դուք եք, որ այս քայլները ինքներդ չեք առաջարկում հենց կաթողիկոսին։ Հինգերորդ, օրինական այլ բազմաթիվ անելիքները չթվեն, որտեղ եթե խորը մտածի միլիոն անելիք ինքը ունի ամենամեծ բանակը հայկական իրականության մեջ իրեն հետևողների, հարգողների։ Բայց անցնեմ որպես անձ քաղաքացի իր անելիքին։ Կաթողիկոսը ոչ միայն հոգևոր անձ է, այլ նաև քաղաքացի ու ընտրող է, ով իրավունք ունի իր քաղաքացիական կարծիքը հայտնելու կատարվողի մասին։ Օրինակ, նա կարող է քաղաքացիական հագուստ հագնել, այդ փարաջանքցի դեն, ու փողոցում ասել իր ուզածը, հենց նույն եկեղեցու բակում, կոչ անել, որ ամեն մարդ գիտակցի սպասվողը։ Նա կարող է իր մերձավորների հետ հանրահավաքներ կազմակերպել Նիկոլի դեմ եւ այլն։ Իհարկե Նիկոլը իրան որպես քաղաքացի անձ թվբանդարկի։ Իր ժողովուրդն է բարի գնում։ Մենակ հարիվները պետք է գնան սողվեն Նիկոլի դավաճանած դաշտերում, մենակ հայրենասերները պետք է կործանվեն, իսկ ինքը մի հավերթ մնա կաթողիկոս 300 թվականից բոլոր անոնց մեջ կաթողիկոսությունն եղել է, պետությունը կործանվել է, Հայաստանը կործանվել է, գենոցիդն եղել է, գենոցիդի ժամանակ ուր էին այդ երեգիզականները, հայերին փրկեցին Անդրանիկը, Նժդեհը, Ծնված Պարապետը, իրանք ուր էին։ Այսինքն այն, որ ես իրեն քրտել եմ, շատ մեղմ է եղել։ Ինքը մարդկայինից զուրկ է։ Վերադառնամ հիմա իմ ասելիքին։ Երբ որևէ կերպ աչքի ընկած մեկին համարում են անքննելի, մեղավոր է ոչ թե այդ մեկը, այլ նրան սրբացնող կռապաշտը։ Միջայլոց ասեմ, կռապաշտ բառը շատ լավ բառ է։ Իր կառուցվածքով կոպիտ բան է, մի տեսակ հնչյունային հնչեղությամբ բան ունի իր մեջ, վատ բան ունի։ Հայերենը իր հնչեղությամբ ամենասարսափելի բառը գակյաճն է, երկու հաճե իրար հետ գակյաճ, բայց ֆանտաստիկ լավ նկարագիր է տալիս, թե ինչի մասին է խոսքը։ Մյուս բառն էլ կռապաշտն է, կուրքի պարտելն է։ Կռապաշտը գիտեք որն է, որը դիմացինի մեջ տեսնում է պարտամունքի առարկա, բայց ուղեղի գոյություն չունի իր մոտ։ Ինքը դիմացինին է ենթարկվում։ Հայ քրիստոնեությունը մոտենում է, այդ հավատացյալները մոտենում են կռապաշտության։ Ալեքսա, stop։ Մոտենում է կռապաշտության, որովհետև չի կարելի անքննելի դարձնել։ Ցանկացած մեկին, բոլոր մարդիկ պետք է քննելի լինեն։ Դուք ծնվում եք որպես մարդ ձեր իրավունքներով, քաղաքացիական իրավունքներով, մարդկային իրավունքներով, կրոնական իրավունքներով, դուք ձեզ տեր կանգնեք, կռապաշտություն մի արեք, դա սարսափելի բան է, դա հետամնացության առաջին նշանն է։ Որպես հանրային դեմք կաթողիկոսը ենթակա է քննարկման, ընտրված է, չէ՞։ Չնայած իր ենթակաները չեն ընտրվել, որոնք իրան ընտրել են, բայց քանի որ դուք ենթարկվում եք եպիսկոպոսներին, քահանաներին, տերտերներին, տիրացուներին, առանց ընտրելու դրանց, դուք ձեր լծակներն ունեք այդ կառույցի վրա, այդ վերտիկալ կառույցը։ Քանի որ վերտիկալ կառույցը բոլոր դեմքերն էլ քննարկելի են։ Նիկոլը չպետք է բանտարկի հայ եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին, քահանաներին։ Դուք պետք է ձայն հանեք, որ Նիկոլը չկարողանա բանտարկի, բայց նաև դուք ձայն պետք է հանեք ոչ միայն քաղաքացիական կանալներով, այլ կրոնական կանալներով, ձեր տերտերներին ասեք, լսի, դեգեներատ, ես քու կաթողիկոսը խիա բերանը ջուր առել նստել են։ Գնա ասած է խոսա, մենք վատ վիճակում ենք այն։ Որպես հանրային դեմ կաթողիկոսը ենթակա է քննարկման, եթե Նիկոլը հայակեր գայլ է, ապա սա էլ հարիվակեր հավե, ոչ ավել։
Բա ինչ ասեմ։ Հայ առաքելական հավատացյալը սրբության դոգմաներով հիպնոսացված ու հենց դրանից ինքնակործանվող մարդատեսակ է։ Ասալա։ Գնում եք կործանման ու դրա նշանները կան։ Հաշվի առեք, սովետական միության կազմում դուք դրախտում էիք։ Ռուսները ձեզ պահում էին որպես իրենց ազգերից մեկը, բայց դե քանի որ դուք բան եք, ապերախտ եք, դուք ռուսներին համարեցիք թշնամի։ Այն ժամանակ էլ եք համարում, հայ դպրոցից դուրս մնացածները բոլորը հռչակվեցին դիսիդենտ։ Մի հատ դրանց մորդերին նայեք ու կտեսնեք, որ այնտեղ մարդ չի եղել։ Ոչ մեկը ոչ կրթություն ունեին, ոչ գիտակցություն հարցերի վերաբերյալ սարսափելի դեմքեր են։ Սովետից հետո էլ դուք սկսեցիք Գարբաչից Ղարաբաղ ուզել։ Ձեզ մեջ չեղավ մեկը, որ ասի ժողովուրդ քաղաքագիտությունը այդպես չի ասում։ Փող ես ուզում պատրաստեղի պատերազմելու։ Ջահելները դա գիտակցում էին, մտածեցին, որ մեծերը դա գիտեն էլի երևի, ցեն չեն անում, բայց գիտեն։ Իսկ ես էլ ջահել եմ, գնամ կռիվ։ Գնացին կռիվ, զոհվեցի։ Ես կենսաֆիզիկոս էի, ես չէի հասկանում այդ հարցերից։ Մոտարվեր պատկերացնում էի ինչ-ինչոց, բայց մասնագետ չէի։ Համել ես այդ բանը չունեմ, խարիզման չունեմ։ Ես ինչքան խոսում եմ, հետաքրքրություն չի առաջացնում խոսքը, ու չունեմ այդ ձևացում։ Բայց խարիզմա ունեցողները պարտավոր էին հարցը քննարկել մեծ տեսադաշտի մեջ ու հասկանալ թե ինչ է կատարվում։ Չարեցին։ Դրա համար Ղարաբաղյան շարժումը ուզել կանությունից դեն չանցավ։ Ու դա վերացվեց միտինգի, ու միտինգը կործանեց Հայաստանը։ Միտինգը փոխարինեց անհատին, քաղաքական անհատին։ Ամեն մարդ մտածեց ես անողը չեմ, միտինգն է անողը։ Գնանք միտինգ տենանք ինչ ենք անում։ Ու միտինգը ոչ մի կողմից վերացեց անհատին, մյուս կողմից ծնեց աճպարար ճիվաղների, որոնք վերցրեցին քաղաքական դաշտը իրենց։ Նիկոլը դրանց շնորհիվ դարավ։ Երկրի տեր, որտեղ տեսավ այս հարիֆանություն, ես ամենաշատը կարամ խափեմ, ամենաշատը կարամ լկտիություն անեմ, ամենաշատը կարամ մարդկանց շոքացնեմ, շանտաժեմ, ինք ամենալավն է, այդ առումներով ինք ամենահզորն է, մի ուրացեք։ Այդ միտինգը, որը ծնեց և կիվաղներին և հավերին մեզանից, կործանեց հային վերջնականապես։ Մենք երրորդ տարից կրոնով էինք կործանված 88 թվից միտինգով։ Դու միտինգը ծնեց իշխանություններին, իշխանությունը ծնեց արդեն դարմահետ միլիցիոն։ Այս ամեն ինչը մեկը մյուսից բխող է, մեկը մյուսից ստացվող է։ Ինչ ասեմ, մի քիչ լայն նայեք հարցերին, փորձեք հասկանալ, ես նորից գիրքը ցույց տամ ձեզ։ Այս կա վաճառքում, առեք, կարդացեք, սա չեք կարդա, փորձեք ուրիշ գիրք գտնել, չնայած չեք գտնի քաղաքագիտություն գիրքեր չկան։ Քաղաքագիտությունը շատ տարօրինակ գիտություն է։ Բոլոր գիտությունները ազատ են ուսումնասիրության համար, եւ բնական եւ հումանիտար գիտությունները, բայց դրանց մեջ կա մի գիտություն, որը գաղտնի է, դա քաղաքագիտությունն է։ Դու կարող ես պատմաբան լինել, հումանիտար աճուղերը ուսումնասիրել, բայց դու չես կարող քաղաքագիտություն ուսումնասիրել։ Քաղաքագիտությունն նա, որը բացատրում է, թե ինչպես է գոյանում իշխանությունը, ինչպես մարդը պետք է վերաբերվի իշխանությանը եւ այլն։ Դա սահմանային վիճակում է գտնվում, որովհետեւ իշխանությունը երբեք զեռնտու չի եղել, որպեսզի շարքային մարդը իմանա, թե ինչ է քաղաքագիտությունը, որովհետեւ քաղաքագիտությունը սովորեցնելու է, թե ինչպես իրեն վերաբերվեն։ Նու մարդիկ էլ չեն հասկացել, որ դա թվաբանության պես անհրաժեշտ է քաղաքացուն, մարդուն, որպեսզի ողջ մնաս, դա է պետք։
Երկրներ կան, որոնց առաջնորդները իսկապես նորմալ մարդիկ են, որովհետև ժողովուրդն էլ է նորմալ են պահանջել, այնտեղ գիտակից մարդիկ են, որոնք երկրի շահերն են առաջ տանում։ Տեսակ վրացիք ինչ խելոք մարդկանց մեջտեղ բերեցին։ Հայաստանում այդ գիտակցության չեկանք, որովհետև դե բանը միտինգը ոնց կարող է պատահի մարդուն բացադրել, թե քո անելիքը ինչ է, քո անելիքը սովորել կրթվելն է, որ այդ կրթվածի ֆոնին կրթվածները կան իշխանություն, դեգեներատները չլցվեն պարլամենտ։ Այս գիրքը նորից եմ ասում, ունիկալ գիրք է, աշխարհում չկա նման գիրք, պատկերազարդ սահմանումներով բացատրում է ամեն ինչը։ Հիմա вообще չեք առնի, առաջ երբ որ մի քանի կոպեկ փող կար, չեք առնի, վաղը սովը կսկսվի, вообще չեք առնի։ Դրա համար ես այս գրքի լինքը կդնեմ իմ խոսածածի տակ։ Գիրքն էլ կա Երևանում, կարող եք հետաքրքրվել առնել, բայց չեք կարդալու, ձրիլ նոր գոնե կարդացեք, ծանոթացեք քաղաքագիտությանը, իմացեք ձեր իրավունքների մասին, իմացեք, որ սրբեր գոյություն չունեն գոնե այն ժամանակ, երբ քո կյանքի իրավունքն է խաթարված։ Այսքանը։